Երեխաներ այսօրվա մեր դասի թեման է եռանկյան միջին գիծ։ Իսկ ինչ է միջին գիծը, դուք հետո կիմանաք։ Դասի նպատակն է ծանոթացնել եռանկյան միջին գծի հասկացությանը, ներկայացնել միջին գծի հատկությունները, զարգացնել գիտելիքները առօրյա խնդիրներում։ Վերջնարդյունքը սովորողը իմանա, որ եռանկյան միջին գիծը զուգահեռ է հիմքի և հավասար է նրա կեսին։ Կարողանա կիրառել հատկությունը խնդիրների լուծման մեջ և կարողանա ճանաչել օրինաչափությունը և տեսնել դրա կիրառությունները առօրյա խնդիրներ լուծելիս։ Մինչ դասին անցնելը երեխաներ, ես կցանկանայի, որ ձեզ հետ անցկացնեի հայտորոշիչ թեստ և տեսնել, թե դուք գաղափար կկազմեք այս նոր դասի վերաբերյալ։ Հիմա ես ձեզ կհնչեցնեմ 4 հարց և յուրաքանչյուր հարցին կտամ 30 վայրկյան ժամանակ։ Դուք դասի վերջում արդեն կտեսնեք, ճիշտ եք պատասխանել, գաղափար կկազմեք թեմայի մասին և կտեսնեք ճիշտ եք կատարել առաջադրանքները, թե ոչ։ Եղավ երեխաներ ջան։ Դե եկեք սկսենք։ Հիշեցնեմ, որ բոլոր նշումները պետք է ձեզ մոտ կատարեք, որ ամփոփման ընթացքում արդեն դուք համեմատեք ձեր գրածները։ Եղավ։ Հարց համար առաջին։ Ինչ է հատվածի միջնակետը։ Կետ, որը հատվածը բաժանում է երկու հավասար մասի, կետ, որը հատվածի ծայրակետ է և պատահական կետ է։ Հարց համար երկրորդ։ Ինչ է եռանկյան միջին գիծը։ Գիծ, որը անցնում է եռանկյան գագաթով և բաժանում է հանդիպակաց կողմը երկու հավասար մասի, գիծ, որը միացնում է եռանկյան երկու գագաթները և գիծ, որը միացնում է եռանկյան երկու կողմերի միջնակետերը։ Դուք նույնիսկ կարող եք տրամաբանելով պատասխանել հարցին երեխաներ։ Հարց համար 3. Եռանկյան միջին գիծը հավասար է իր զուգահեռ կողմին, հավասար է իր զուգահեռ կողմի կեսին և ավելի մեծ է իր զուգահեռ կողմից։ Հարց համար 4. Եթե եռանկյան կողմերից մեկը հավասար է 12 սանտիմետր, ապա նրա զուգահեռ միջին գիծը հավասար կլինի 4 սանտիմետր, 6 սանտիմետր և 8 սանտիմետր։ Մինչ դասի սկսելը, ես ձեզ համար կվերցեմ մի հանելու, որի պատասխանը կտակ գործնական առաջադրանքից հետո։ Ես ձեզ հանրարարել էի, ձեզ հետ բերեք եռանկյուններ։ Բերել եք։ Շատ լավ։ Հիմա չափեք այդ եռանկյան կողմերը, գրառեք ձեր տետրերում, չափեք եռանկյան կողմերը, գրառեք տետրերում, աշխատանքը կատարեք զույգերով, միասին, միմյանց օգնելով, չափեք, գրառեք թվերը երեխաներ կողմերի երկարությունները, այնուհետև որոշեք եռանկյան երկու կողմերի միջնակետերը։ Հատվածի միջնակետ ասելով ինչ ենք հասկանում։ Հատվածը լսում է երկու հավասար մասերի։ Այսինքն չափեք ձեր եռանկյան երկու կողմերի միջնակետերը և այն միացրեք հատվածով։ Կտրեք այդ հատվածը երեխաներ, որ բաժանվի փոքրիկ եռանկյան։ Եռանկյան այդ հատվածը համեմատեք երրորդ կողմի հետ, համեմատեք և ինձ ասեք, ինչ տեսակ, ինչ կապ տեսակ երեխաներ, ինչ տեսակ, ասա Անժելա ջան։ Տեսնենք, որ այդ միջնակետերով միացված հատվածը հավասար է երրորդ կողմի կեսին։ Այո։ Հա։ Բոլորը տենց եք ստացել։ Հիմա տեսեք, ովքեր եք տենց ստացել։ Շատ լավ։ Հիմա իրոք, որ երեխաներ, տեսեք ինձ մոտ է, Միլենան ու Ռուբենն, տեսեք ինչպես են արել, ահա։ Այսինքն, եթե դուք ճիշտ եք որոշել եռանկյան երկու կողմերի միջնակետերը և միացրել եք իրար, ապա իրոք այդ ստացված հատվածը փոքր է լինելու եռանկյան երրորդ կողմից երկու անգամ։ Այսինքն հավասար է լինելու նրա կեսին։ Բոլորիդ մոտ այդպես ստացվում։ Երեխաներ, սա այն է, ինչ ես այսօր
ներկայացնեմ սահմանումը, թե դա ինչ է նշանակում։ Եռանկյան երկու կողմեր միջնակետեր միացնող հատվածը ինչ ենք անվանում։ Օրինակ ըստ ձեզ, ինչ կանվանենք։ Երկու կողմեր միջնակետ, չէ՞։ Միջնակետ ինչ է նշանակում։ Միջնակետ դուք ինքներդ ասացիք։ Կարող եք ասել, կարող ասա միջնագիծներ։ Միջնագիծ անվանենք այս հատվածին։ Ինչի։ Ինչի։ Ափի, օրինակ ինչի։ Անոր միջնագիծ եռանկյան քառակը միացնում է միջնագետին, որը բաժանում է երկու հանդիպակաց կողմի միջնակետին, ապրես, գագաթից դուրս եկող, այո, գագաթից է դուրս գալի։ Իսկ կարող եմ ասել կիսորդ։ Կիսորդը անդրուն է բաժանում երկու հավասար։ Կիսորդը, այո, անդրունն է բաժանում երկու հավասար մասի։ Ես այդ հատվածին կանվանեմ երեխաներ։ Միջին գիծ։ Միջին գիծ ասելով ինչ ենք հասկանում։ Միջին գիծը դա եռանկյան երկու կողմերի միջնակետեր միացնող հատվածն է։ Այն զուգահեռ է հիմքին եւ հավասար է հենց այդ հիմքի կեսի երեխաներ։ Ապացույց է դուք ինքներդ գործնականորեն շատ ավելի լավ տեսակ։ Եղավ երեխան։ Հիմա եկեք սկսենք խնդիրներ լուծել։ Ուրեմն մեր հանելիքի պատասխանը դուք արդեն երևի շատ լավ իմացաք, ճիշտ է։ Եվ որն է նա գիծը։ Նայեք, մեզ պետք է գալիս առօրյա կյանքում։ Առօրյա խնդիրների ժամանակ ճարտարապետության մեջ, շինարարության մեջ եւ բնության մեջ։ Հիմա կգործել այսպեսի մի խնդիր ձեզ։ Շինարարները եռանկյունատեր տանիք են կառուցում։ Նրանք ուզում են տանիքի մեջտեղով անցկացնել զուգահեռ ձող, որպեսզի տանիքը լինի ամուր։ Արհեստավորը կողմերից վերցրեց երկու միջնակետ ու միացրեց։ Ինչ գիծ ստացվեց։ Ասա Գրիգոր ջան։ Ստացվեց միջին գիծ, այսինքն տանիքի միջին գիծը, ճիշտ է։ Եթե տանիքի հիմքի երկարությունը 8 մետր է, ապա ինչքան երկար կլինի այդ ձողը։ Եթե հիմքը 8 մետր է, ապա այդ ձողը Դավիթ ինչքան կլինի նրա երկարությունը։ Որովհետև միջին գիծը հավասար է հիմքի կեսին։ Այսինքն եթե հիմքը 8 է, 8 մետր է, միջին գիծը կլինի 4 մետր։ Բաց է երեխաներ։ Անցնենք հաջորդին։ Եռանկյան հիմքը 26 սանտիմետր է։ Հաշվիր միջին գծի երկարությունը։ Ինչ անում ես մի բարձրաձայն, հա։ Դեպքում ես ուզում եմ եռանկյուն ABC, AC կողմը հավասար 26 սանտիմետր։ Հիմքը վերցրեցի AC կողմը, այո։ Վերցնենք AB կողմի միջնակետը եւ նշանակենք օրինակ M տալու։ Լավ, թող լինի։ Այնուհետև BC կողմի միջնակետը կնշանակենք օրինակ K։ Իհարկե արդեն բարձ է դառնում, որ AM-ը հավասար կլինի։ Բարձ կլինի, որ AM-ը հավասար կլինի M լի։ Դանի դու գրարի, հա, իր ասածները, բարես, միասին աշխատեք։ Այնուհետև նաև բարձ կդառնա, որ B-ն հավասար է K-ին։ Այ, ուզում եք տես Իսկ հիմա մենք միացնենք միջնակետերը, որպեսզի ստանանք մեր հենց միջնագիծը։ միջին գիծը, Ադիջան։ Ոչինչ, դոր թեմայա, ոչինչ։ Բայց չէ որ դու ինքդ ասեցիր միջին գծի եւ միջնագծի տարբերությունը։ Ահա։ Քանի որ մենք հենց նոր իմացանք, որ միջին գիծը հավասար է մեր հիմքի կեսին, M կամ հավասար է Ահա։ Այո։ Իսկ հիմա M կանել, քանի որ ստացվի, որ M կան
Մոտ հավասար կլինի AC-ի կեսին, կստացվի, որ Որն էլ հավասար է, այո, հավասար է m կամ 26-ի հարաբերություն երևույթի, որն է կստացվի, հավասար կլինի 13 Եվ մենք կստանանք, որ միջին գիծը հավասար է 13 սանտիմետր։ Նստեք, ապրեք, երեխաներ ջան, նստեք, հաջորդ խնդիրը Գտնել այն եռանկյան պարագիծը, որի գավակները ABC եռանկյան կողմերի միջնակետերն են։ AB-ն հավասար է 8 սմ, BC-ն հավասար է 6 սմ, AC-ն հավասար է 12 սմ։ Նախ եւ առաջ գծենք հենց եռանկյունը։ B-ն հավասար է 8 սմ, BC-ն հավասար է 6 սմ, AC-ն էլ հավասար է 12 սմ։ Շատ լավ։ Գտնել այն եռանկյան պարագիծը, Պարագիծը գտնելու համար սկսենք։ Նախ ինչպես գիտենք, պարագիծը հավասար է բոլոր կողմերի գումարի։ Լավ, այն կան օրինակ ինչ է իրանից ներկայացնում, M կան BC-ի որովհետև միջին գիծ է ապրես, եւ հավասար է BC-ի կեսին։ ապրեք, Այսինքն 6-ի կեսը 6 սմ է, կստացվի 3 սմ, հա 6-ը հավելել 3 սմ, կստացվի ինչ է, ուրեմն ինչ ենք անում, այն կան, ինչպես ասաց Լուսինեն, զուգահեռ է BC-ի, չէ, եւ հավասար է նրա, այո, ապրեք, տեսեք ինչպես են կառուցում եռանկյուն, գեոգեբրահարթախով, երևում է երեխաներ, ահա, եռանկյան կառուցումը հիմա միջնակետերը որոշում ենք, տեսեք ինչպես ենք որոշում, վերցնում ենք առաջին պատուհանի կետ է հենց դեված, այսինքն որոշել ենք այդ կետով նրա միջնակետը, AB հատվածի միջնակետը կորոշենք, կետ, որը ինչ է անում, հատվածը բաժանում է երկու հավասար մասերի, AB հատվածի վրա վերցրեցինք D միջնակետը, BC հատվածի վրա գտանք J միջնակետը, այնուհետև որ կետերը միացնենք իրար, որ դառնա միջին գիծ, երեխաներ, որ կետերը միացնենք, D-ն և E, ես երկու կետերը կմիացնենք իրար, կդառնան եռանկյան միջին գիծը, D-ը միջին գիծը, որը ինչ է, զուգահեռ է AC-ի